Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու Հայաստանում նախատեսված եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Փաշինյանն էր Ալիևին եւ Էրդողանին հրավիրել Հայաստան։ Լրագրողները ազգային ժողովի նախագահից փորձեցին ճշտել Ալիևի Հայաստան չգալու հնարավոր պատճառները։ Անվտանգային հարցեր կան։ Ազգային ժողովի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույց է հիշատակեց։ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտնել էր, թե ինքը խնդիր չի տեսնում հայ գործընկերոջ հետ համագործակցության եւ փոխադարձ այցերի առումով։ Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատեհ առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Եվրանեստ այս անցկացված միջոցառման իրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված։ Հայաստանյան իշխանություններն ակնկալում են, որ բոլոր նախագահները կմասնակցեն գագաթնաժողովին։ Ըստ ազգային ժողովի նախագահի, ադրբեջանական պատվիրակությունները կգան Հայաստան, հայկականն էլ Ադրբեջան։ Իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն պրոբլեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Սիմոնյանը սակայն համաձայն չէ, երբ ասում են, թե Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում։ Ըստ նրա դա անհանգստություն է։ Այնուամենայնիվ այդ սառույցը պետքա կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծենք։ Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ադրբեջանական կողմից ցանկություն ու կամք է անհրաժեշտ։ Սիմոնյանի խոսքով աշխարհին ու Ադրբեջանին ակնհայտ է Հայաստանն իր ուժերից արել է ամեն ինչ, որ խաղաղություն լինի։ Եվ հիմա ըստ խորհրդանի խոսնակի Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի խաղաղությունը վերջնական պայմանագրի տեսքով նաեւ գետնի վրա լինի։ Ազգային ժողովի նախագահը համարում է, որ մոտ են դրան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։